Հայտնությունը չի գալիս ուսումնասիրության միջոցով, հայտնությունը տրվում է ինքնիշխան կերպով։ Ուսումնասիրությունը ուսումնասիրություն է, իսկ հայտնությունը Աստծո գործողությունն է ձեր հանդեպ։ Չէ, որ դուք կարդում եք պատմության գիրքը և թերթերը և կարող եք ինչ-որ մեկին ասել, հիմնվելով թերթի տվյալների վրա, գիտես այսօր այսինչ բանը պատահեց, գիտես կառավարությունը զբաղված է այնինչ բանով, գիտես ընտրություններ էին, գիտես Տոբագոյի այս ասամբլեան մինչ օրս վերահսկվում է ժողովրդի ազգային շարժման կողմից, բայց դա հայտնություն չէ, դուք կարող եք դա կարդալ, կարող եք դա մտապահել և կարող եք պատմել ուրիշներին այն ինչ կարդացել եք, դա Աստծո ոչ մի գործողություն չէ, եթե միայն նա ձեզ ունակություն չտա, որ դուք կարողանաք կարդալ, բայց ինչ վերաբերվում է հայտնությանը, Աստծո խոսքի հայտնությունը, Աստծո ծրագրին, դա Աստծո գործողությունն է, ահա թե ինչով Հիսուսն ասաց. «Հայր, ես գոհություն եմ հայտնում քեզ, դու սատակցիր իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին», նա ասաց, սա Աստվածաշնչի միակ տեղն է, որտեղ ասվում է, որ Հիսուսը ցնծաց, հենց այնտեղ, դա միակ տեղն է, որտեղ դուք իրականում կարող եք կարդալ, որ Հիսուսը ցնծաց։ Եթե նա մի բանով ուրախացել է, ապա հենց դրանով ուրախացել։ Նա ասաց. «Այս վեմի վրա ես կշինեմ իմ եկեղեցին», նա ասաց, ոչ թե Սուրբ Պետրոսի վրա, ինչպես ասում են կաթոլիկները և մյուսները, այլ այն հայտնության վրա, թե ով է Հիսուսը, հասկանալի է ձեզ։ Այսպիսով, երբ մենք նայում ենք սրան, դուք գիտակցում եք, որ մեզ հայտնություն է պետք։ Եվ ահա մարգարեն, երբ նա նայեց եկեղեցական աշխարհին, Լաոդիկեան կույր է, և նրանք մերժում էին իրեն, նա նախասահմանված էր և ամեն երեկո նրան հաստատում էր հրեշտակը, որ դա Աստված էր խոսում, որ դա հենց պատգամաբերն էր, որ դա հենց գրվածքների կատարումն էր, իսկ նրանք չկարողացան դա ճանաչել, ներկայությունը չճանաչվեց։ Նա ասաց. «Օ Աստված իմ, նայեք այս բոլոր մարդկանց, նայեք այս բոլոր բապտիստներին, նրանք սա չեն տեսնում, նայեք ինչքան աստվածաշնչյան դպրոցներ ունեն, նայեք կաթոլիկներին, նայեք ինչպիսի ճեմանաներ ունեն, նրանք սա չեն տեսնում, նայեք հոգեգալստականներին, նայեք բազմամիլիոնանոց շենքերին, նայեք մեթոդիստներին, նայեք Եհովայի վկաներին և 7-րդ օրվա ադվենտիստներին, նայեք նրանց բոլորին, նրանք սա չեն տեսնում։ Գրադարանները լի են գրքերով, աստվածաշնչյան դպրոցներ, սպասավորներ, նրանք նայեք հնդիկներին և մուսուլմաններին, դրանք աշխարհի ազգերն են և նրանք չկարողացան սա տեսնել։ Ուստի հետո նա գիտակցեց, եթե Աստված